Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Ողջույն, Շանթի եթերում դաժան երկուշաբթին է և արդյունքների ամփոփման օրը։ Արգենտինայում նշում են տանգոյի ծնվելու օրը, իսկ մեզ մոտ ծնվելու է այսօր ևս մեկ վատ հիշողություններով օր, որովհետև 6-ից 1-ին այսօր մենք հրաժեշտ ենք տալու։ Դժվար է լինելու, շոկ է առանց այտել և այս կրքերը ևս թեժանալու են։ 7-րդ համերգային ծրագիրը աչքի ընկավ իր տարաձայնություններով, աչքի ընկավ բուռն քննարկումներով։ Այսօր մեր 6 սիրելիներից մեկը ասելու է մեզ ցտեսություն։ Լինելու է բնականաբար էլի ծանր, ձգձգված այդ ամեն ինչը, ինչպես յուրաքանչյուր երկուշաբթի, որը ենթադրում է, որ պիտի լինի ծանր։ Այսօր այս ընթացքին, երկուշաբթի ծանր ընթացքին հետևելու են սիրելի ու սրտացավ Լևոնը, բարի օր Լևոն ջան։ Եվ Մարտով նրանց ձայնն է ղեկավարում և վիճակը, Մխիթար Քեթսյանը, ողջույն։ Նայեցիք եթերը, հարգարժաններս։ Հա, ես նայեցի։ Ինձ մի բան դուր եկավ, որ արդեն մեր կարող եմ թեթևի մեջ ասել երկիչ երկչույների մոտ հետարքիր մոտեցում տեսա, հետարքիր վերաբերմունք, այդ իրանց կատարման միջոցով ես դա հասկացա, ու ամենակարևորը հասկացա, որ իդեմս իրանց պրոյեկտը լրջացել է բավական։ Լևոն ջան, թույլ օղակ գտաք, թույլ օղակ ձեզ համար որոշեցիք ընդհանուր ծրագրից, ով կարող է լինել։ Ավետ ես հիմա են կետին եմ հասել, որ իմ մոտ էլ հերթականություն չկա։ Այստեղ եթե ես միշտ մտածում եմ, եթե այստեղ հիմնվենք ուղղակի զուտ սխալների վրա, որ կարող է սենց բանալի ու սխալներով դատենք, ես կարծում եմ արդեն չեմ ուզում, ես էլ տենց դատեմ, հա։ Իմ համար այստեղ կան մարդիկ, իհարկե եւ մնացած դուրս եկածները, որ ես կուզենամ, շատ կուզենամ, որտեւ իրանց մոտ կա այդ հնարավորությունը, ես կուզենամ իրանց հետքերը, այն որ հետքեր են քայլում են, այտենց կուզենամ կածան դառնա, կուզենամ արահետ լինի արդեն կամած, կուզենամ այդ պնդանա ու ամենակարևորը թող նեղը լինի, թող ձեր հետերից շատ քչերը գան, բայց գան մաքուրը։ Ու ես կուզենամ այդ կածանից ուրիշ կողմ չշեղվեք։ Կամ էլ եթե շեղվեք ուրիշ հետ գալու ճանապարհ թողեք, որտեղ դուք ունեք լավ բան, դուք այն որ sense մի հատ լավ բան կա, չի ասում, այսօր ինչ տալիս եք, այդ սաղ ձերն է։ Հիշեք մի բան, ինչ տվել եք այդ ձերն է, վաղ մյուս օր ֆռալու է հետ գա։ Ես ափսոսում եմ ու շատ սիրում եմ ձեզ։ Պարոն Հարությունյան, իսկ ինչ որ մեկին տեսնում եք այսօր հեռանալիս, այդ պատկերը չեք տեսնում։ Ես այսօր կուզենամ դառնամ նրանցից 7-րդը ու ես կարող եմ ասել, բոլորն շատ լավ կատարեցին։ Ակնհայտ թույլ օղակ չկար ձեզ համար։ Չէ, ես իհարկե այնտեղ ասացի հրաշքից ճնճղուկին։ Հա, ինքն էր ինձ համար մի քիչ, շատ քիչ, ոչ բան։ Մնացածը չէ։ Իհարկե կոմիտասի առումով կային Պետրոս Սերթուն, Մոնիկաս կոմիտասի առումով, բայց օրինակ ճնճղուկս իր կատարմամբ իր դերասանական հնարավորություններով ինքը կակտը փակեց այդ ամեն ինչը իմ համար, հա։ Զուգերքերը իմ համար շատ է, կոմիտաս թույլ էին այդ 3 տոճկեկը, բանը։ Իսկ ամենաուժեղ տարբերակ։ Ամենաուժեղ տարբերակ ինձ համար Մավրությունը էր։ Մավրությունս էր Եվաս։ Մավրությունը, որը նույնիսկ ես հետարքել ես միշտ ասում եմ, որ էֆիրով ավելի կտարբերվի, բայց ընդհակառակը էֆիրով լրիվ ուրիշ տպավորություն է, էլի։ Մեկ անգամ եւս ուզում եմ ասել մավր։ Մավրությունս։ Մատերդ կջարդեն։ Yeah. Շնորհակալություն, Լևոն, շնորհակալություն, պարոն Քեթսյան։
Ինչ էր ձեզ համար Կոմիտասը հեռուստատարբերակով։ Գոհ եք ձեր կատարած աշխատանքից եւ արդյոք երեխաները յուրաքանչյուրը արդարացրեցին ձեր սպասումները։ Ուրեմն ես ասեմ Ավետ ջան, երբ որ մենք աշխատում էինք դեռ նոր ծրագրի վրա, ես կարծիք հայտնեցի, որ մենք որոշակի այսպես ինչ որ կարծրատիպ պետք է ջարդենք։ Ինչ առումով, որ մենք Կոմիտասը պետք է ներկայացնենք յուրովի, այսինքն այն շատ տարածված կատարումները, որ կա Կոմիտասի ստեղծագործությունները, ես ասացի, որ մենք չպետք է նմանվենք իրենց։ Եվ ես չեմ վախենում այս արտահայտությունից, ես ասացի, որ մենք պետք է երգենք հայերեն Կոմիտաս։ Եվ անգամ միտք եմ ասել, որ անպայման կլինեն քննադատություններ, անպայման կլինեն մարդիկ, ովքեր որ չեն համաձայնվի մեզ հետ, իսկ դրանք եղան մեր սիրելի ժյուրի անդամները, իրենք էլ որոշակի երգերի մեջ համաձայն չէին մեզ հետ, այս առումով ես համարում եմ, որ մեր համերգը կայացած էր։ Ընդհանրապես այն ինչ որ չի քննարկվում, գուցե չունի տեղ ապրելու ու իսկ ինձ համար ամենակարևորը, որ երեխաները իրոք երգեցին հայերեն Կոմիտասին։ Եվ մենք քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ որքան որ ես չեմ վախենում այս արտահայտությունից, մեզ այս տարիների ընթացքում հեռացրել են Կոմիտասին, մենք պետք է աշխատենք եւ մոտենանք Կոմիտասին, որովհետեւ Կոմիտասը ժողովուրդն է։ Թույլ օղակ կար ձեզ համար, պարոն Քետցյան։ Իհարկե կային թույլ օղակներ կային, բայց դրա մասին չեմ ուզում խոսել, Ավետ ջան, չեմ ուզում խոսել, որովհետեւ ինձ համար ամենակարևորը, որ նրանք երգեցին Կոմիտաս։ Այսքան։ Շատ լավ, շնորհակալություն պարոն Քետցյանին էլ։ Դե ինչ, բարի, եթե կարելի է ասել, կամ չարի դիտում, ձեզ այս ամեն ինչը գիտեմ, որ ծանր է, հետևել ընթացքին։ Իսկ ես բարձրաձայն եմ եւս մեկ անգամ նրանց անունները, իսկ այդ անուններից մեկը այլևս մրցութային ծրագրերում չի հնչելու այսօր, որը դեռ պետք է համբերեք, որ հասկանաք։ Եվա Եգանյան, ողջույն։ Մավր Մկրտչյան, Վարդուհի Գրիգորյան, Մոնիկա Նազարյան, Արման Խաչատրյան, շնորհավոր ծննդյան տարեդարձը, Պետրոս Պետրոսյան։ Նրանք երգեցին ոչ թե ընդունված դասական վոկալով, այլ ժողովրդական մանիերայով, այնպես ինչպես ձայնագրել է Կոմիտասը Հայ Գեղջուկից։ Սրանք Արտեմ Խաչատուրի բառերն են։ Եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մեր վեցնյակի բոլոր կատարումները։ Համեցեք։ Հաստիկ մեր նուրազին սուպը սակոտ հագնել Մեր դարանը խնգիցար ուրունջար Ձեր դարանը խնգիցար ուրունջար Խնգենինա բերել վարդ ուրունջար Հոյուրում սիկվադար Չելան 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 Մեդացում սիկվադար Շաղալե ու տերև դողալե վայ լե 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 նոր է մտնում նոր է գալիս ես գիշեր բայց դու սրան համարում ես քեզ գիշեր նոր է մտնում նոր է գալիս ես գիշեր բայց դու սրան համարում ես քեզ գիշեր
Իսկ հիմա զրույց ամենածանր բանը, որը երբևէ կարող է ունենալ հաղորդավարը իր հեռուստա կարիերայում, դա զրույց, հեռուստանախագիծ եւ զրույց մասնակից։ Այդ թեմաները հարգելի սկսնակ հաղորդավարներ իմացեք, որ ամենադժվարն է, որովհետեւ հիմնականում երաժշտական ծրագրերի ֆորմատային ծրագրերի երեխեքը չեն խոսում ու անուններ չեն տալիս։ Նրանց ուղիղ կես այսօր հայտնվելու է վտանգավոր գոտում, 3-6-ից, ովքեր են նրանք և ով է լքելու նախագիծը, հարց, որ հաստատ հետաքրքրում է թե ինձ, թե վստահ եմ ձեզ նստած ձեր հեռուստաէկրաններից են կողմ։ Քվեարկության արդյունքների ամփոփմանը անցնենք ու Մավրից սկսենք, հիշենք ելույթը, Մավր ջան։ Քո ելույթից հետո Ալլան և Արսենը հոտնկայս ծափահարեցին քեզ։ Լևոնը շնորհակալություն հայտնեց քո ուսուցչին Քեցյանին, քո երգով լացացրեցիր Ալլային, ավելին նրան հասցրեցիր տախիկարդիայի։ Հուզված Ալլան խոսեց հայ լինելու և հայ զգալու մասին, նա քեզ շնորհակալություն հայտնեց քո գեղեցիկ երգի համար, Արսենը քեզ անվանեց դրոշակակիր, որը կոչված է պահելու և պահպանելու հայկական մշակույթը, դարերից եկած գոհարները։ Ըստ նրա դու մյուսներից մի քիչ ավելի լավ ելույթ ունեցար, քո կատարումը նա համարեց դասականի ու ժողովրդականի գեղեցիկ միքս։ Ջավախք, մենք կրկին ձեզ հետ ենք, կրկին ողջունում ենք ձեզ, կրկին շատ սիրում ենք, ուրախ ենք, որ մի ներկայացուցչի, իհարկե ցտեսություն ասեցինք Մասյացին, բայց Մավրը դեռ մեզ հետ է։ Արի ինձ մոտ, Մավր։ Քվեարկությունը հետաքրքիր բան է, կապ չունեցող, կանգնիր հանգիստ։ Եվա, քո ելույթից հետո Լևոնը ջարդեց բաժակը և ասաց, որ քո երգի մեջ կոմիտաս կար, Ալլան առանց բաժակ ջարդելու քեզ ասաց ապրես, նրա համար շատ կարևոր էր այն հանգամանքը, որ դու ի տարբերություն մյուս կռունկ կատարողների ցույց տվեցիր քո ձայնը առանց գոռալու, Արսենին դուր եկավ երգի հանդեպ քո հետաքրքիր մոտեցումը, հաղորդակցություն ստեղծեցիր ժյուրիի, հանդիսատեսի ու երգի միջև կռունկի մեջ դրեցիր քո ներաշխարը, մեկնաբանությունդ յուրովեր ու համոզիչ, վտանգավոր գոտու պատվաստում ես դու ստացել, բայց մի արի վտանգավոր գոտի, դու շարունակիր նստել, պատվաստումը տազդելը։ Պետրոս։ Քո զուգերքը Ալլայի համար հավես էր, իսկ Արսենի համար հայերեն ասած ֆանտաստիկա, իսկ քո երգներ, քո ձայնը, քո մանիերան, իսկը քո երգներ, քո ձայնը, քո մանիերան, շարժու ձևը։ Ինչ վերաբերում է Կոմիտասյան երգին, ապա կատարեցիր ճիշտ ու մաքուր, բայց Ալլային պակասեց խորությունը, իսկ Լևոնին կոմիտասությունը։ Փոխարենը Արսենը նկատեց քո պատասխանատվության զգացումը, լրջությունը և խոնարհումը կոմիտասին։ Նա ուրախ էր, որ քեզ նման երիտասարդները կոմիտաս են երգում և դա այն դեպքում, երբ անգամ կայացած երգիչներն են դժվարանում։ Միացիր Մավրին, հարգարժանս։ Ջավախք, Գյումրի, Վաշտուի սիրելիս։ Ժյուրին տպավորված էր քո զուգերքից։ Լևոնը պարզեց, որ դու դերասանուհի ես, նա նույնիսկ խոստովանեց, որ քեզ մոտ դպրոց ունի անցնելու, Ալլան փաստեց, որ դու այս ընթացքում ձերբազատվել ես քո կոմպլեքսներից, հայերեն բարդույթներից։ Նախկինում շատ էիր նեղվում, լացում էիր, որ չես կարողանում քեզ ցուցաբերել, իսկ այսօր զգացվում է քո աճը, ինչ վերաբերում է շախկր-շուխկրին, դու կարողացար քո ժպիտով, տեսակով ու շարժուձևով իսկապես սփառաբանել քո յարին։ Արսեն Գրիգորյանի կարծիքով քո կատարողական արվեստի մեջ ոչ մի ձևական բան չկար։ Էջի միանաս տղեկին դու նստի, ճնչխուկս։ Մոնիկա։ Զուգերքդ Լևոնը որակեց որպես գժություն, կոմիտասն էլ գեղեցիկ երգեցիր փոքրիկ թերություններով, միայն թե Ալլան չզգաց ներսից եկող թեթևությունը։ Հավանաբար ժամանակը քիչ էր կոմիտասի երաժշտությունը մարսելու համար, Արսենը գտավ, որ անհնար է 5 օրվա մեջ երեխաներից պահանջել այն, ինչը տարիներ շարունակ երգիչները պարապել ու մեզ են հրամցրել։ Ճիշտ է, ժյուրիի կարծիքները մի պահ բաժանվեցին, բայց նրանք ըստ էության նույն բանն էին ասում՝ կոմիտաս երգելու համար ժամանակ է պետք ու կրթվել։ Ամեն դեպքում քո երկու ելույթներն էլ ընդհանուր առմամբ լավն էին, Մոնիկա, իսկ հիմա դու պիտի սպասես։
Նստի տեղդ։ Դու արիքոնը ստեղից լսի։ 3 տղա են վտանգավոր գոտում ես։ Զուգերքդ ժյուրիին շատ դուր եկավ։ Կատարումդ սիրուն էր ու գեղեցիկ։ Ալլային գոհացրեց հատկապես այն, որ հաղթահարել է իր քո բարդությունները։ Լևոնը կատակով կամ գուցե լուրջ քեզ խորհուրդ տվեց շուտ չամուսնանալ, թե չէ կնիկդ քեզ կուտի։ Ինչ վերաբերում է Կոմիտասյան երգիդ, ապա այն սազում է իր քո ձայնին, համենայն դեպս Ալլան այդ երգով Կոմիտաս լսեց։ Նա նույնիսկ չընդարձակվեց թերությունների պահով, Արսենը զգաց, որ դու եւ քո ընկերները ցանկանում եք Կոմիտասի զինվորները դառնալ եւ նա շնորհավորեց ձեզ, իսկ ես շնորհավորում եմ քո ծննդյան տարեդարձը շատ Արման ջան։ Բարով մեծանաս, ապրես։ Չափահաս դարձավ մեր Արմանը։ Փոքրիկ գենոցիդ եք արել, հա, քվեարկողներ ջան, տղերքից մեզ ուզում եք զրկեք։ 3 Ասլան, Ջավախ, Գեղարքունիք եւ Գյումրի։ Ինչ պատրաստական Վոնիկան, մի բան ասա, մավռություն։ Այո, մայրաքաղաքի տղեկին արդեն համարյա ոչնչացրել են լավ ջան։ Հիմա անցնում ենք մարզերին։ Ինչ կասես մավր, խելագարվանք նենց երկեցիր, ես որտեղ ես կանգնած։ Աստեղ եմ երկել։ Աստեղ ես երկել։ Աստատ, տեղը հիշում ես։ Մի քիչ ես կողմ։ Ուզում ես պետոյի հետ փոխվի տեղը։ Ինչի տենց։ Մեկը պետք է լներ։ Պետք է լներ մի օր, ճիշտ է, պետո ջան, ոնց ես զգում քեզ։ Նորմալ։ Նորմալ է ամեն ինչ։ Երեխան լավ է։ Սաղ նորմալ է։ Շատ լավ։ Արման ջան, ծնունդից սենց նվեր կսպասեիր Ազիզ ջան։ Ճիշտն ասած սպասում եմ։ Ու կտեսնենք։ Հետո։ Չգիտեմ ձեզնից ով է լքելու այս նախագիծը, բայց կարող եք իրեք հետ գնալ հրաժեշտ տալ աղջիկին իրեքով։ Գնացեք պուպուշ տենց հրաժեշտներ արեք հիմա։ Հա, իսկ բա։ Իրեքդ էլ կարող եք տենց գիրք ընթխառն լնել։ Եկեք։ Բոլորին հրաժեշտ տվեցիք, որտև ձեզնից մեկը կարող է գնա, էլի։ Դժվար է առանց տղեկ երեխեք։ Իհարկե, Արմանը ծնունդի օրով փոքրիկ բոցեր է կատարում։ Պետք է լսել անունը հիմա։ Հաստատ։ Իրեքի տել անեմ չմտածեն էլի մավռնա։ Երեխեք ջան, իրականում աղջիկներն են վտանգավոր գոտում, գնացեք նստեք, ձեզ պարզապես կանչել է։ Եկեք նազանքներ։ Մենք ձեզ տղա չունենք տալու, վտանգավոր գոտի ու դուրս հանում։ Իրականում աղջիկներն էին։ Բայց լավա, որ հրաժեշտի պահ արեցին։ Հեքիաթներ լավ եք։ Ով է ըստ քեզ Մոնիկա։ Չգիտեմ։ Վաշտուի չէ։ Չգիտեմ։ Գիտես։ Նույնը։ Տղերք ով է։ Ձեռով ցույց տվեք։ Պետրոս այդ հրաշք Գյումրվա քո ճիշտ կանխատեսումները սպանում են։ Հաստատ է իրեքից մեկն է։ Ես հանգիստ լինեմ։ Չէ, դուք չէիք։ Ձերը փոքրիկ նյարդայնացում էր, հա։ Ոչ մեկ վատերած չի տեսել, Եվա ջան, տեսար էլի քո պատվաստումներն էլ չի ազդում, բարիք ջան։ Խոսացեք, հլասեք, ինչ եք զգում։ Մի բան խոսացեք։ Արդեն իմունիտետ եմ ձեռք բերել։
Դու ասա, իրար վրա գցեք։ Ինչ ասեմ։ Մի բան ասա։ Հուզված եմ Ահա։ հիմա, բայց ոչինչ չեմ կարող ասել։ Մոնյա։ Մոնյունյու։ Ահ, Այս բեմը շատ եմ սիրում։ երկու շաբթի օրեր ինքը բեմ չի, ինքը վտանգավոր գոտի է, Համար բեմը։ որտեղից դուրս են շպրտվում։ Ցավոք սրտի։ Լևոնի նյարդերը տեղ են տալիս, եւ դա նորմալ է։ Տղեկ որ մի աղջկան կուզեք տեսնել ձեզ մոտ։ Եվային։ Ոչ մեկին։ Հերիք հայլի այդ կոնյուկտուրիստական պատասխանները տակ։ Ցնդցրիկ արդեն վերջին ենք հասել։ Մի բացվեք, մի խոսացեք։ Պետրոս ջան, դու ասա։ Դու պսակված տղա ես ու դու օբյեկտիվ կասես։ Որ մի աղջկան ես ուզում, որ գա նստիկ կողքդ։ Տալիս։ Որովհետև օբյեկտիվ կպատասխանի, չի նայի։ Բա կինը չի ասի, դեն չի իր անունը տվի դու։ Չէ, մեր պետոյի կինը շատ առողջ աղջիկ։ Հա, դե լավ, ներա։ Չէ, հա։ Մավր։ Գիտեմ, Ինչ ասես։ մերոնք էլ։ Խաստված։ Ավետ շուտ արա էլի խնդրում եմ։ Արման, ծնունդի տորով։ Ում նվեր անենք։ Ում նվեր նստի, ասա։ Ես ասեմ, էլի ես ասեմ։ Վտանգավոր գոտու ամենահին բնակիչը հրաշք Եվաս, թող գնա նստի ինքը փայլուն իր շորիկներով, թող գնա նստի, այսօր թող շատ չտանջվի։ Եվա Եգանյանին ուղարկեցինք։ Երեխեք ջան, հունց եք հիմա։ Լավ եմ ես դու։ Կուզես դու դուրս գաս, թե վարդույն։ Անկեղծ։ Ես դուրս կգամ։ Լավ, դու վարդույն ջան։ Հիմա ոչինչ չեմ զգում հիմա, ուղղակի կանգնած եմ, հուզված։ Ավետ, Այ, ջան։ արի մի անգամից երկուսին էլ հանենք, գոնե մի շաբաթ հանգիստ կապենք։ Հա, չլինի։ Հա, մեր մյուս երկու շաբաթին գոնե սիրուն օր կլինի մեր համար, էլի։ Սպասում եք այսպիսի։ Դե հա, Ես մի հատ տղա տեսնում էի, բայց ոչ երեք աղջիկներ։ եկեք Լևոնից տեսողությունը չփչացնենք, մեկը տեկեք պրոստը քայլեք ստեղով։ Բարեկամներ, ձեր քվեարկության արդյունքները ամփոփվում են հենց հիմա։ Գրածել չէ, որ ասեմ դուք կարդաք։ Բարձրաձայն եք, անունը շատ չտանջեմ երեխեքին, ես եմ վատամար դուրս գալիս։ Այո, լսեցի, վճիրը լսվեց ձախ ականջիս, Լևոն, ձախ ականջիցս գիտակցությանս մեջ մտավ անունը։ Էդ այսօր տանենք նայել տանք մի հատ։ Տանենք ականջդ նայել տանք, որտեվ այս վերջի շրջանում ինչեր ես լսել դրանց։ Ինչ ասես։ Բարեկամներ, դուք եք քվեարկությունը կատարում, մեզ համար 14-ն էլ հարազատ էին, հատկապես 6-նյակը։ Ու գնալով ավելի հարազատ դառնալու, որովհետև խիտ են դառնալու ու քիչ ավելի։ Մոնիկա թե Վարդուհի։ Դու ում կուզես, Եվա ջան, ընկերուհիներից հետո գար նստի կողքդ։ Մավր, ժպտա, ջավախքը մնաց նախագծում։ Դե, մի գյոզալ կորցնելու ենք այսօր, մի գոզալ յար։ Վարդուհի թե Մոնիկա, Վարդերի թագուհուն թե միայնակ հաղթահարած
Մոնիկային։ Լավ ջան, դու ոնց ասես։ Ուզում ես քվեարկությունը Ավելի շուտ արա, ոնց որ ձեռ առնես, լուրջ արդեն սկսում եմ ներվայնանալ։ Դե դու, եթե դու ես ներվայնանում, գիտես, որ այս ծրագիրը պատկի ասա ժողովուրդը, որ չի հասկանում, որ սա ծրագիր է, ժամ կա, շոու է, ոնց կներվայնանա ինձնից։ Ես կուզենամ ես դու լքենք։ Ծրագիրը այս մարդիկ իրանց արվեստով նորմալ զբաղվեն։ Դատապարտված ենք։ Շնորհակալություն մասնակցության համար, լսենք քո հրաժեշտի երգը։ Ժամանակը շատ արագ է անցնում, գնահատեք ձեր յուրաքանչյուր ակնթարթը, իսկ մենք անպայման կհանդիպենք։ Ես հիմա փակումը անեմ, ինչ տեքստ կա ասեմ։ Apple-ի հիմնադիր հանգուցյալ Սթիվ Ջոբսի Կալիֆոռնիայի տունը թալանվել է, հայտնվում է Huffington Post-ը։ Գողացվել են ավելի քան $60,000 արժողությամբ անձնական իրեր ու համակարգիչներ։ Այս գործով ձերբակալվել է 35-ամյա, հələ ձեր դարդը մի կողմ թողեք, նայեք, 35-ամյա Քարեմզ Մքաֆլինը գողոնն իրացնելիս։ Այս գործով դատական լսումը կկայանա օգոստոսի 20-ին։ Մքֆարլինը ըստ երևույթին տեղյակ չի եղել, թե ում է պատկանում տունը։ Քիզբան։ Արգենտինայում մեկնարկել է տանգոյի ամենամյա փառատոնը։ Փառատոնը սկսվել է Բոկա շրջանում։ Դու տանգո պարել գիտես, ման։ Ոնց որ վերջի զանգի տանգո պարել։ Փառատոնը սկսվել է Բոկա շրջանում, որտեղ համարվում է, որ ծնվել է այս պարը։ Եկեք երկուսի թեթել տանգո ինչ իմանամ ով է լքում։ Այս տարի փառատոնի առանցքը երաժիշտ Աստոր Պիացոլան է։ Հիշում ես Աստոր։ Նրա ստեղծագործությունները կհնչեն փառատոնի ողջ ընթացքում։ Օգոստոսի 20-ին այստեղ կանցկացվի նաև տանգոյի համաշխարհային մրցույթ, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից 500 մասնակիցներ։ Տեսակ երեխեքը ահագին թեթևաց են։ Թե Մոնիկա։ Սաղ ասել եմ։ Բարեկամներ, այսօր օգոստոսի 20-ին Վիեննա, Երևան չվերթով մամասա գալիս Հայաստանից։ Գիտեմ, ուրախ գնալու եմ դիմավորեմ, որ հարցնի ով դուրս եկավ, տխրելու է խեղճ մերս գա իմանա, որովհետև Վարդուին նրա ամենասիրելի երգչուհին էր մեր նախագծում։ Նախագիծը լքում է Վարդուի Գրիգորյանը, բարեկամներ։ Հոնոր նստի, շնորհակալություն, որ եղար մեր նախագծում, մենք քո անցած ուղին հենց հիմա կնայինք, թե ինչ հրաշք ճնճղուկային ընտիր ուղի է անցել այս փոքրիկ հրաշքը մեր նախագծում։ Դիտեք, հետո անպայման վերադարձեք, որովհետև ինքը իր վերջին երգը մրցութայինից դուրս նվիրելու է ձեզ։ Աղջիկ, ով սաղի համար, սրտացավ, ամեն մեկի դուրս գալը, տարել է որպես սեփական ողբերգություն ու տրագեդիա աղջիկ, ում դրական էներգիան կհերիքեր բոլորին։ Վարդուհին է նա։ Նրա անցած ուղին ու վերջին երգը ձեզ համար։ Մի հին խաչքար ուսիմ փոշի դարերի մի ծեր խաչքար գանված ահել քարերի ախ աչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից մարում է ոնց ապրեմ մենակ յարս կիմանա թե ուր գերթամ ես մենակ յարս կիմանա թե ուր գերթամ ես անուշ հողիկ դարդը ստացում շմշմ կավ սիրտս բացում հավասուն իսպան հորա
չնկա դրի մատիս մատանի Ես ինչ աննամ ու սկնկա գտան ընձի արժանի Ինչ կրակի մեջ չնկա դրի մատիս մատանի Ես ինչ աննամ ու սկնկա գտակ ընձի արժանի Չարքնիկ սուսարա, ամբողջ օրը ուր է սուր կոնե գործերը տարա, ձենետ կտրի հանավոր Չարքնիկ սուսարա, ամբողջ օրը ուր է սուր կոնե գործերը տարա, ձենետ կտրի հանավոր Ասում ես տղամարդ ես, իբրև թե գլխիս մարդ ես, տարին 12 ամիս, ես թախտին վեր ընկած ես, տարին 12 ամիս, ես թախտին վեր ընկած ես Իմ հոգին մի բղթորի, կտամ կանեմ շանսատակ, ով լինի որ համթերի, հիմա կարնեմ ոտքի սակ Հոգի մի բղթորի, կտամ կանեմ շանսատակ, ով լինի որ համթերի, հիմա կարնեմ ոտքի սակ Ասում ես տղամարդ ես, իբրև թե գլխիս մարդ ես Այ կնիկ ծեծելու մեջ, իսկական տղամարդ ես Այ կնիկ ծեծելու մեջ, իսկական տղամարդ ես Հուց ծրվել է միտքդ, ինձ մի հանի ինձանից ձեռդ կտամ Օժիտետ կվրընդեմ ինտանից Հուց ծրվել է միտքդ, ինձ մի հանի ինձանից ձեռդ կտամ Օժիտետ կվրընդեմ ինտանից Ասում ես տղամարդ ես, իբրև թե գլխիս մարդ ես Հարսանիքի տորվանից, էդ քո տնից զրված ես Հարսանիքի տորվանից, էդ քո տնից զրված ես Սիրով լինենք հասպեսա Թե մարեցեն օջախի Մեկնելիս հողու կաղի Թե մարեցեն օջախի Մեկնելիս հողու կաղի